Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր եւս սովորելու ենք մեկ նոր տառ, որը Լ հնչյունի տառն է։ Մեծատառ տպագիր Լ, փոքրատառ տպագիր Լ, լուսին։ Տպագիր եւ ձեռագիր Լ-երն ենք համեմատում, ձեռագիրը բավականին նման է տպագիր փոքրատառին, իսկ մեծատառը մի փոքր տարբերություն ունի։ Այս մասնիկները նախահայբենական շրջանում սովորել ենք երեխաներ։ Հիմա փորձում ենք ասել բառեր, որոնք սկսվում են Լ-ով։ Այսինքն բառասկզբում լսում ենք Լ։ Նախ հնչեցնենք Լ, հիշում ենք, որ Լ-ն բաղաձայն հնչյուն է։ Լապտեր, լուսին, լալա, լիլի, լուցկի, լուսամուտ, լուսանկա, լոր, լորիկ, լոլիկ։ Այժմ անցնենք բառամիջում Լ պարունակող բառերին։ Բոլոր, կլոր, սալոր, մոլոր, բոլոր, իլիկ և բառավերջում Լ պարունակող բառեր։ Գայլ, բալ, լալ, ուրալ, ուտել, խմել և բազմաթիվ այլ գործողություններ։ Տեսեք, այստեղ նույնպես հեղինակը ցույց է տվել, որ կարելի է լրացնել շարքը։ Լուցկի բառասկզբում լսում ենք Լ, սալոր բառամիջում լսում ենք Լ, բալ բառավերջում լսում ենք Լ։ Այժմ շրջագծելու ենք մեծատառ Լ-ն և փոքրատառ Լ-ն։ Լիլին, այս աղջկա մասին է խոսքը, տեսեք ինչ սիրուն աղջիկ է։ Մեր Լիլի շեկ մազերը թելիկ, մելիք, ալիք, ալիք տարածվում են նրա բարակ ուսի վրա։ Մազերի մասին է խոսքը։ Լիլին ունի շեկ մազեր, որոնք թելիկ, մելիք, գանգուրիկ են, ալիք, ալիք տարածվում են նրա բարակ ուսի վրա։ Ոտանավորը կարող են ուսուցիչը, ծնողները, մեծ քույրը կամ եղբայրը կարդան, երեխաները հիշեն և ըստ գրքում տրված բանաստեղծության մեջ տառերի դիրքը ցույց տան և շրջագծեն մեծատառ Լ և փոքրատառ Լ։ Հետո կարող են գրել ձեռագիր Լ-ն, փոքրատառը սկզբում, հետո մեծատառը։ Կարելի է լուցկիներով Լ տառը ստանալ և փոքրատառը և մեծատառը։ Առաջադրանք 3-ը կարդալու առաջադրանք է։ Հիշենք բաց վանկը և փակ վանկը։ Բաց է համարվում այն վանկը, որը վերջանում է ձայնավորով, փակ է համարվում բաղաձայնով վերջացող վանկը։ Լա բաց վանք է, ալ փակ վանք է, լի բաց վանք է, իլ փակ վանք է։ Հիմա լայով ե լակ, լա գտանք բառամիջում, ալ բալ վերջանում է բառավերջում ալ, լի բանալի և իլ փաթիլ։ Այժմ երեխաները փորձում են կազմել բառեր և կարդալ։ Կար, լար, իլիկ, նկար։ Տառադարանից հանելով համապատասխան տառերը երեխաները կարող են բառախաղեր խաղալ և կազմել նոր բառեր։ Այժմ կարդանք հաջորդ շարքի բառերը։ Լար, իլիկ, իլիկը նախորդ դասին տեսել ենք, չէ՞, տատիկը իլիկով թել եմ անում։ Լալա գրված է մեծատառով, լալան աղջկա անուն է։ Լալան է, խնդրեմ։ Լիլի, լիլին էլ է աղջկա անուն, տեսեք լիլիի նկարը և այստեղ կա և մյուս էջին կա։ Հիմա նախադասությունները կարդանք։ Սա լալան է, հիշում ենք, որ է, որը կոչվում է օժանդակ վայր, կարդում ենք բառի հետ միասին։ Սա լալան է, սա լիլին է, տեսեք չեմ ասում լիլին է, միասին ենք կարդում և վերջում գեղեցիկ ձեռագրով գրում ենք այս նախադասությունը։ Սա լալան է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։